մենք գիտենք հունիսի սկիզբը թեժ է լինելու Հայաստանում ընտրությունների առումով, հունիսի սկիզբը նաև թեժ է լինելու Գլենդելում, հայաշատ Գլենդելում, այստեղ մոտ 3 քաղաքային խորհրդի անդամի տեղերի համար պայքարելու են 12 թեկնածուներ, արդեն սկսվել է քարոզարշավը կարելի ասել, եւ այդ 12 թեկնածուներից 9 հայեր են, այսպես ասենք հայերը կռվելու են հայերի դեմ, եւ շատերը կարծում են, որ օտարներն են օգտվելու այդ ամենից, բայց ամեն դեպքում տեսնենք թե ինչ է կատարվում եւ այսօր իմ զրուցակիցը Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում արդեն ներկայացած իր թեկնածությունը ներկայացրած մեր Դավիթ Մնացականյանն է, ում մեր հեռուստադիտողները ծանոթ են, ողջույն Դավիթ, շնորհակալ եմ, որ եկար։ 3 ուրեմն հետաքրքիր միջոցառում էր, հենց kick-off party էին ասում, չէ, նախընտրական ուրեմն արշավի սկիզբը մեկնարկի հանդիսավոր միջոցառում էր, եւ ես շատ հետաքրքիր մարդիկ տեսա իմիջիալոց եւ երաժիշտներ, եւ գործարարներ, եւ հեղինակություն ունեցող մարդիկ, եւ նախկին ազատամարտիկներ, եւ նաեւ ամերիկյան բանակի սպաներ, կոնգրեսի թեկնածու, շատ հետաքրքիր էր։ Իդեպ ասեմ, որ դու երբ որ խոսում էիր, նաեւ ներս մտավ քո մրցակիցներից մեկը, ով ազգությամբ ամերիկուհի էր, եւ այդպես շատ եռանդով ծափարում էր, ասացի, ես ինքս հարցրեցի, ասի դուք հայերեն հասկանում եք, ասեց, չէ, բայց գիտեմ, որ Դավիթը լավ բան է ասում։ Ամեն դեպքում ողջույն։ Շնորհակալություն ավերքի համար։ 3 մեր քարոզարշավներ, սկիզբներ ու շատ ուրախ եմ, որ համայնքում մեծ աջակցություն եղավ եւ իմ ընկերները, ով իմ գործունեությանը ծանոթ է, սիրով եկան, մասնակցեցին եւ աջակցությունը ցուցաբերեցին մեր գործի համար եւ այդ ամերիկուհին մյուս տեխնացուներից է, որ նաեւ ինձ աջակցում է։ Այո, ասացի ես աջակցում եմ Դեյվիդին։ Աջակցում եմ տեղակ եմ ծրագրերից, այս ինչ որ Գլենդելի համար նախատեսել եմ անել եւ կամ բաներ որ արդեն անում եմ ու վաղուց եմ անում։ Հետևաբար ուրախ եմ, որ հանրության մեջ կա այն միտումը, որ ավելի շատ ձայնը տան մարդկանց, որ աշխատանքներ կատարում են, դրանից մեկն է ես եմ տեխնացուներից։ Հիմա 9 հայեր են գրանցված, ովքեր են, նախկին գործող անդամներն են, նոր մարդիկ են, առանց անուններ տալու, ինչ Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը ունի 5 աշխատակազմ, 5-ից մեկը ամեն տարի փոխվելով դառնում է քաղաքապետ եւ հիմա ներկայ վիճակում ունենք մեկը, որը որ իր տեխնացությունը դրել է եւ մեկը որ արդեն դուրս է եկել եւ հետեւաբար հիմա Գլենդելում բացվել է 3 տեղ, 3 աթոռի տեղ կա։ 3 աթոռի համար այսպես ասած պայքարում են 9 տեխնացուներ, 9 հայեր, բայց 9 հայեր, ընդհանուր 12 հոգի ենք եւ հիմա սա շատ կարեւոր ընտրություն է լինելու, քանի որ այս ընտրությունները դե յուրե դե ֆակտո անդրադառնալու են նաև հարակից շրջանի ապրող մեր բոլոր հայերի համար, քանի որ ամբողջ Ամերիկայում Գլենդել համարվում է 100,000 հայ ունեցող մեկ քաղաք, ինչ որտեղ կարելի ասել ամենահզոր համայնքն է այստեղ։ Հետևաբար, այսպես ասեմ, ընդհանուր Գլենդելը մեծ քաղաք չի, 200,000 բնակիչ ունի, որից 100,000-ը հայ են։ Ես նկատում եմ, որ այս ընտրությունները նաև ինքն անդրադառնում հարակից տարածքների վրա, քանի որ մեր շատերի գործառույթները իրականացվում է Գլենդելում։ Գլենդելը համարվում է կենտրոն որպես բոլոր հայերի համար։ Հետևաբար մարդիկ կան, որ անգամ ապրում մյուս քաղաքներում, իրանք նույնպես նայում են Գլենդելի ընտրություններին։ Եվ այս ընտրությունները էլ առավել կարևոր է, քանի որ 9 հոգի 9 հայ տեխնացությունը դա բավական շատ է 3 տեղի համար եւ 3 հոգի լոտարազգի ունենք։ 12 հոգի 3 տեղի համար հասկանալի որ հնարավոր է որ drop out անես կհանեն տեխնացուները դեռևս առաջիկա 1 ամսվա ընթացքում ամսի 2-ին ընտրությունները դեռ հնարավոր է այս բայդրությամբ տեխնացուների մեջ կարելի ասել բավականաչափ թեժ մրցակցություն է գնում ցավոք սրտի պետք է ասեմ որ տեխնացուներից ես միակն եմ հայերից որ բարբերաբար արդեն 7 ամիսա մասնակցում եմ Գլենդելի խորհրդի նիստերի եւ բարբերաբար բարձրացնում եմ Գլենդելի արչև ծառացած խնդիրները, ես ավելի շատ ուրախ կնեմ, որ այլ տեխնացուներ պես կային, որտեվ խոսում էր տալը, բայց աշխատանքներ անելը մարդիկ արդեն պետք է անեն։ Որքան ձայն է հարկավոր, որպեսզի դուք անցնեք։ 15,000 ձայնը, մոտավորապես 15,000 ձայն։ Ամենը 15,000 ձայն է։ Այո, որովհետև 124,000-ից ավելի գրանցված ընտրող կա, բայց քանի որ սա mid-term ընտրություններն են, որը նախագահականից առաջ է, հետևաբար վիճակագրությամբ մոտ 50,000, մոտորապես 50,000, 40-ից 50,000 ընտրող է մասնակցում։ Դա քանի տոկոսն է ընտրողների։
Ընտրողների շատ ցածր է, չէ՞, այո, շատ ցածր է, 35% կարելի ասել, կապ ունի շատ ֆակտորներ կա, մենք պետք է հաշվի առնենք ինչքան իրական ուզում մասնակցեն։ Մեր հայերի մոտ հայերը ավելի քիչ են մասնակցում։ Ավելի քիչ են մասնակցում եւ բացի դա, երբ որ բարբերաբար խոսում ենք հայեր հետ, իրանք ընդհանրապես ընտրություններին չեն մասնակցում։ Երևի թե նույն վիճակն է Հայաստանում է, շատերը չեն մասնակցում, բայց պետք է անկասկած նշենք, որ ամենտեղ ձայները կարևոր են, մարդ իր արդարության ձայնը բարձրացնում եւ իր ընտրությունը պետք անի։ Հետեւաբար այս ընտրությունները նույնպես Գլենդելը շատ մեծ խնդիրներ ունի այսօրի առջև ծառացած եւ ոչ մեկը ամբողջությամբ չի լուսաբանում դրանք։ Անհրաժեշտ է որպեսզի հայերը առավել եւս այս ընտրություններում իրանց ձայնը ապամտան, այսինքն գնան ընտրությանը, քանի որ մեկ մարդը կարող է 3 հոգու ձայն տալ։ Եվ դա առավելություն է։ Այդպես է։ Այո։ Միաժամանակ 3 տեխնացու։ 3 տեխնացու, քանի որ տեխնացուները 12-ն են, քվեաթերթիկի մեջ ես առաջինն եմ, կարող են տալ եւս մեկին, ում որ իրենք համակրում են եւ կան եւս տան մյուսին, ում որ նույնպես համակրում են, այսինքն մեկ անձի չի, կարելի է երկու անձ։ Այսինքն դուք տեխնացուներով կարող եք համագործակցել նույնիսկ միասնական այդպես արշավ տանել, որ քվեարկեք այս 3-ից օգտին օրինակ։ Այո, Ամերիկայում դա ընդունված տարբերակի կոչվում է slate, այս պայդուրությամբ մենք slate ոչ մեկ էց չենք արել, ոչ մեկն էլ չի արել, որովհետև կան տարբեր մտածողություններ։ Գուցե այդ կինը Ամերիկայում Ամերիկայում ինձ շատ հարգում է, ինձ առաջարկություններ եկել են, ես պետք է հաշվի առնեմ շատ մանր դետալներ ամեն առումներով, որովհետև մի հատ կարևոր հարց ասեմ, ու ինչով է սա կարևոր ժողովրդի մասնակցությունը ոչ մենակ ընտրությունը եւ դրանից հետո նաեւ ներառված լինի։ Առաջինը 5 քաղաքային խորհրդի անդամ կա, որից մեկը քաղաքապետ է լինում։ Եթե մեկ տեխնացու, մեկ գործող համայնքի քաղաքային խորհրդի անդամ իր տեխնացությունը դրած հաղթած լինի եւ մի հատ առաջարկություն անի, եթե 4-ը չհամաձայնվեն, հետեւաբար այդ գաղափարը կարող է մնա, այսպես ասած, պահարանի մեջ ու երբեք կյանքի չկոչվի։ Բայց եթե ժողովուրդը տեր կանգնի իր ձայներին, հետեւաբար կա պարտադրող ուժ եւ այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Հատուկ այս հարցից ելնելով մենք ստեղծել ենք Glendale Forward, Glendale առաջ, glendelforward.com կայքը, որը առաջի անգամ արհեստական բանականությամբ բոլոր Glendale-ի բնակիչների խնդիրները հավաքագրում է անում եւ մենք բարբերաբար այդ հարցով պայքար ենք տանելու խնդիրների լուծմանը, որը երբեք sense համակարգ Glendale-ը չի ունեցել, ասեմ Ամերիկայում ոչ միտեղ չկա, մենք առաջինն ենք եւ արդեն ունենք 4 նահանգներից հրավերներ, որ այդ նույն ծրագիրը իրանք նույնպես կիրառել իրենց քաղաքում։ Եվ ուրախ եմ, որ ես եմ ստեղծել այդ ծրագիրը իմ ընկերների միջոցով Հայաստանից իդեպ ասեմ, մեր ծրագրողական թիմն է ստեղծել եւ հիմա մենք այդ ծրագիրը լուսաբանում ենք, ժողովուրդը շատ մեծ արձագանք կա տվել գաղափարին եւ այդ ծրագրը մենք կարող ենք արդեն Glendale-ի առջև ծառացած բոլոր խնդիրները նախ եւ առաջ տեղեկացնենք ու լուծենք։ Հաղթելու համար կարծում եմ հայ տեխնացուները կարիք ունեն նաեւ ոչ հայկական ձայների, որովհետեւ նախ հայերը քիչ են մասնակցում, իհարկե դա եթե շատ են տեխնացուները կբերեն իրենց մարդկանց, բայց ոչ հայկական ձայների կարիք ունեք, այդ ուղղությամբ աշխատում եք։ Այո, անկասկած աշխատանքներ գնում է։ Միջոցառումը ավելի այդպես ռազմահայրենասիրական միջոցառում էր, մի պահ ինձ թվաց թե այս ընտրությունները Հայաստանի մասին են, ոչ թե Glendale-ի։ Իսկապես այդպիսին էր, հայկական երգեր, երգիչներ եւ այլն, հայրենասիրական երգեր, հասկանալի է զանգվածը հայկական էր եւ նրանց Հայաստանը ավելի շատ է հետաքրքրում, քան Միացյալ Նահանգները, հատկապես Glendale-ը։ Բայց ամեն դեպքում պետք է նաեւ քայլեր աշխատանք տանել ամերիկացիների ուղղությամբ։ Անկասկած մենք ունենք կամավորներ մեզ հետ եւ ունենք շատ կազմակերպություններ, որ ինձ ճանաչում են, իրancs հետ գործառույթներ իրականացրել եւ բացի այդ ասեմ, որ ես Ամերիկայի պատմության մեջ առաջի հայն եմ, որ 5 ֆեդերալ օրենքի հեղինակ եմ, որը ներկայացրել եմ կոնգրեսում եւ սենատում եւ սեպտեմբեր ամսին եւս 4 օրենք ենք առաջարկում։ Ընդհանուր կլինի 9 ֆեդերալ օրենքի նախագիծ կոնգրեսին ու սենատին տրված, որը չլսված մեծ նվաճում է եւ բնականաբար ամերիկացիները, մեր հարևանները բավականին հարգում են։ Այդ օրենքի նախագծերը ավելի շատ ինքը զինվորականների, ոստիկանների, հրշեջների, առաջի բուժօգնություն տրամադրողների եւ վետերանների համար է։ Հետևաբար մենք աշխատանքներ տանում ենք եւ այս վերջերս էլ մենք մի հատ մեծ նվաճում ունեցանք մարտի 28-ին 2026 թվականին մենք Hilton իրանոցի մեջ իրականացրեցինք Muay Thai kickboxing աշխարհի 5 գոտի ու մրցույթ եւ 21 այլ մրցումներ, որը 25 տարի ավել չէր եղել Glendale-ում։ Եվ սա մեծ նվաճում էր եւ ընդամենը 200 ենք մասնակից, ունենք 800 մարդ եկել էր դիտելու եւ 29 կրվողներից 2-ն են հայ ընդամենը։ Մենք համայնքում արդեն բավականաչափ ծրագրեր իրականացնում ենք եւ
մեր հարևանները փառքաստո ճանաչում են մեզ, իրենց աջակցությունը մենք ունենք, հետեւաբար գնում ենք առաջ այս ծրագրով։ Մեր հայերի մասին եմ ուզում, քանի որ մեր լսարանը հայկական է եւ նաեւ այստեղի հայերն են լսում, ինչ է խոստանում Դավիթ Մնացականյանը հայ համայնքին ընտրվելու դեպքում, ինչ ոլորտների վրա է։ Երեք օրինակ ներկաներից մեկը առաջարկում էր ինչ որ ստեղծագործողների համար պայմաններ եւ այլն։ Արցախի պուրակի ասում էր Արցախը կորցրեցինք, բայց Արցախի փողոցը գոնե չկորցնենք, որտեվ ես որքան հասկանում եմ այդ Արցախի փողոցի վրա որևիցե հայկական ոչինչ չկա։ Այո, տեխնիկապային հիմա բիզնեսներ են, իմ միջև խոստումներ անցնել ես ցուցակագրել եմ խնդիրները ամբողջությամբ, որի վրա բավականաչափ ժամանակ ենք ծախսել մենք մեր թիմով, եւ առաջնայինը, որ ես տեսնում եմ մեծ խնդիր է շինական թույլտվությունները, որի մասին շատերը իհարկե նույնպես խոսելու են։ Ես ունեմ նաև շինական կազմակերպություն, ունեմ լոբիստական կազմակերպություն, որը այս պայծությամբ շինարարների իրավունքների համար է կոնգրեսում պայքար տանում։ Ես աշխատանքներ եմ տանելու, որպեսզի փոքր միջին բիզնեսները հարկ չտան։ Այդ հարկից պետք է ազատվեն։ Բայց Գլենդելում կա հարկ, որ այո, Գլենդելում կա հարկ եւ ես ունեմ ձևաչափ, որ այո, եւ կա տարբերակ, որ փոքր բիզնեսները հարկ չտան։ Մեծ խնդիր կա, որ տարածքները, որը իրանք փակ են այսօր, մեծ բիզնեսի տերերը փակում են իրանք տարածքները եւ չեն տրամադրում, հետեւաբար այդ տարածքը պետքա բացվի եւ օգտագործվի հանրության կողմից։ Հայերի համար իմ համար շատ մեծ խնդիր է, որ հայ երիտասարդությանը մենք նորից հետ բերենք քաղաք եւ իրանց տանք հնարավոր գիտական օրական նոր տարբերակներ, ճանապարհներ, որպեսզի նոր տեխնոլոգիայի կիրառմամբ մեր երիտասարդությունը կարողանա զարգանալ։ Մենք ունենք ռեսուրսներ դրա համար եւ այդ ռեսուրսները հիմա չի օգտագործվում։ Ոչ մի ձևով չի օգտագործվում։ Իդեպ արտահոս կա, որտեղ ես միշտ լսում եմ, որ հայերը գնում են Գլենդել։ Այո, կա 16։ Այսինքն այնքան է թանկացել, որ մարդիկ իրենց տունը վաճառում են, գնում են մի քիչ հեռու, արդեն դղյակ են առնում այդ նույն գումարով, որտեղ Գլենդելում թանկ է։ Այո, ցավոք սրտի։ Բայց սրտի թիվը կարծես թե չի փոխվում, դա ինչի հաշվին է, նորեկների հաշվին է, որտեղ բոլոր Հայաստանից որ գալիս են, առաջինը Գլենդել են գնում, չէ՞։ Դե մենք պետք է հաշվի առնենք, որ Գլենդելը բազմամշակութային քաղաք է եւ այլ պետություններից են նույնպես մարդիկ գալիս են եւ այլ քաղաքներից տարբեր գործեր իրականացնելու համար։ Գլենդելում կա մի քանի շենքեր, որ այդ շենքերը մեկ ամսում անգամ մարդիկ կարան վարձակալ են։ Հետևաբար այդ դինամիկան բնակչության պահպանում է, բայց իրական վիճակագրությունն է, որ 16000 մարդ լքել է Գլենդելը։ Հայ թե ընդհանրապես անկասկած հայերը իրանց մեջ մեծամասնություն պետք է լինեն, քանի որ դա նաև նկատվում է մեր համայնքում, եւ ասեմ ավելին, որ կապված խնդիրների ծրագրի հետ ինչ որ կա, ներկայիս բոլոր մարտավարությունները, որ Գլենդելի էսպային վարում է, իրանց վարած մարտավարությունը բավականին հին ձևով են աշխատանքներ տանում։ Մեր նպատակն է, որ ամեն երամսյակը մեկ գտնենք միլիարդավոր դոլար արժողությամբ կառուցապատություններ, ինսենտիվ ծրագրեր տանք իրենց, որպեսզի կան Գլենդելում հիմնադրեն, որ աշխատատեղեր ստեղծենք։ Շատ մեծ նկատում կա, որ հայ անհատներին, բիզնեսի ձեռնարկատերերին չեն տալիս տարածք այսօր Գլենդելում։ Հայ երիտասարդների գործազրկության հարկը բավական անհանգստացնող է։ Երիտասարդ ընտանիքը չի կարող իր ընտանիքը պահի։ Վճարները բավականին թանկ են, 34% ավելի վճարում եք էլեկտրոէներգիայի համար։ Բայց որպեսի բոլոր խնդիրների ցուցակագրում անենք եւ կարճ ժամանակում ներկայացնենք, դա քիչ է, հետեւաբար կխրախուսեմ, որ Գլենդելի բնակիչները կան electdavid.com, որի պաշտոնապես կայքն է, կամ glendelforward.com եւ տեղեկանան ընդհանուր ծրագրերի մասին։ Բայց ամենաառաջնային իմ ուշադրության կենտրոնում հայ երիտասարդությունն է, հայ մեծահասակներն են եւ ընտանիքներն են, ում այս պայդուրությամբ շատ անհրաժեշտ է աջակցությունը եւ երեխաների թմրամոլության եւ բոլինգի հարցերն են։ Սրանք հարցեր են, որ ունենալով Գլենդելում քաղաքական խորհուրդ 5 ղեկավարներ, որից 4-ը հայ են, ես տեսնում եմ շատ բացեր, որ այս բացերը ոչ մեկ չի փակում։ Եվ ես ուզում եմ փակեմ այդ բացերը։ Ես երկար ժամանակ 20 տարի ապրում եմ Ամերիկայում, միշտ եղել եմ բացի հայկական հարցը, միջազգային այլ հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպան, պայքար եմ տվել, advocacy եմ արել շատ կոնգրեսում, սենատում եւ պատրաստ եմ սա նույնպես շարունակելու եւ այս ընտրությունները դա բոլոր ընտրություններից տարբերվում է, որտեվ պարակման փորձերը նաեւ այստեղ նկատվում։ Եվ սա պետքա վերջ դրվի։ Պատկերացրեք, որ 5 կազմակերպություններ կա անվանական չասեմ, պայմանականորեն են մարդկանց օգնում։
դա շատ սխալ է, մենք պետք է Հիմա վերջ այդ տանք այս 9 ամենը։ տեխնացուների մեջ ինչ որ տենց լարվածություն կա, կոպիտ ասած իրար միս են ուտում, թե ինչ վիճակա։ Այս պայդրությամբ չէ, ասեմ ակներև կերպով չէ, բայց հասկանալի է, որ կան տեխնացուներ, որ ոչինչ չեն արել համայնքում, բացարձակապես ոչինչ, եւ այսօր իրանք ունենալով ասենք որոշակի հնարավորություններ ֆինանսական մտածում են նույն բանը կարելի անել Հայաստանում։ Այստեղ ինչ որ անում են Հայաստանում։ Տենց չպետք է լինի։ Այստեղ ավելի մենք մեր կենսամակարդակը, մեր գրագիտական իրավագիտակցական գիտակցությունը պետք է ավելի բարձր լինի, ապրելով ասենք Ամերիկայում, որը նույնպես Հայաստանում նույնպես պետք է լինի, բայց պետք է որ ստեղի ժողովուրդը, այսպես ասած, ավելի լրջագույն կերպով այս հարցին անդրադառնա։ Այս ընտրությունները բավականին կարևոր են բարձրորոշիչ լինելու հայ դիմակից այստեղ պահելու համար նաև։ Դավիթ, երբևէ հավաքվել եք տեխնացուներով, ինչի համար եմ ասում, որովհետև տեսեք դուք նշեցիք, որ 5 քաղաքային խորհրդի 5 անդամներից մեկը ընդամենը մեկն է այլ օտար ազգի, մնացածը հայեր են։ Հիմա երբ որ այս 9 հայերը միմյանց դեմ կռվելու պարագայում հնարավորություն կա, որ ասենք օտարները կարող են օգտվել այդ առիթից եւ հաջորդ, ասենք 1 ամիս անց մենք ունենանք, ասենք ոչ թե 4 հայ, այլ ենթադրենք 3 կամ 2 կամ աստված հնարավոր է, որովհետև հայերի ձայները կիսվելու են, միգուցե արժե հավաքվել եւ քննարկել, որ ժողովուրդ եկեք միգուցե ասենք հարցում անենք, տեսնենք ով ավելի շատ շանսեր ունի, միմյանց դեմ չկռվենք, այդպիսի փորձեր արվել է կա։ Ճիշտ ասած շատ լավ բան է առաջարկում, այս թեման քննարկվել է մի քանի անգամ եւ ես մոտ կարճ ժամանակ անց ես այդ պաշտոնապես հայտարարելու եմ, բայց անհատապես իրենց արդեն ասել եմ, որ ես նախապատրաստում եմ ցենց ձևաչափային քննարկում, քանի որ սրա անհրաժեշտություն անկասկած կա, որ մարդիկ չշփոթվեն, քանի որ պատկերացրեք նույն մարդկանց բոլորին ճանաչում ենք, մարդիկ կան, որ երբեք ոչինչ համայնքում բան չեն արել եւ այսօր դարել են ամենապատրիոտիկ անհատներ եւ ճատակով աշխատանքներ են տանում։ Բայց անգամ Գլենդելի քաղաքական խորհրդի նիստերին չեն մասնակցում։ Պատկերացրեք, մարդիկ խոստումներ են տալիս առանց գիտակցելու ընթացակարգը գործառույթների ընթացակարգը իրականում ոնց է կատարվում։ Ես ամեն 3 շաբթի պարտաճանաչ կերպով այնտեղ եմ եւ ցուցակագրած հարցերի համար պայքար եմ տանում։ Ու շատ կուզենայի որ մյուս տեխնացուներն նույնպես այնտեղ լինեն, որ չկա ոչ մեկ։ Այս առիթը օգտագործեք, դիմեք ձեր մրցակից հայերին եւ ասեք, կոչանեք համախմբվել, այ ոչ թե համախմբվել, գոնե նստենք մի կլոր սեղանի շուրջ զրուցենք։ Ես պատրաստ եմ հրավիրում եմ սիրելի բոլոր 9 հայ տեխնացուներ, բոլորից սիրով հրավիրում եմ, որպեսզի մենք բոլորս միասին, դուք եք լուսաբանեք, մենք պատրաստ ենք, ես այդ առաջարկը անկասկած անում եմ, որ նախիվարացը նաև մեր ժողովրդին է պետք։ Ժողովուրդը ճանաչում է նույն մարդկանց չպետք է շփոթվեն եւ իրականում մի հատ կարևոր բան եմ ուզում կիսվեմ, եթե մենք ձայնը տալիս ենք այն մշակույթով, ինչ որ Հայաստանում են տալիս ընկերոջը բարեկամին, քանի որ ճանաչում են կամ համակրում են, մենք պետք է հստակ հասկանանք, որ եթե այդ մարդը գալիս է այդ պաշտոն եւ ինքը այդ գործառույթների իրականացման տեղակ չի, այն սխալները, որ իրենք կատարելու են, մենք պայքար ենք տանում այդ սխալները ուղղելու եւ երկրորդ կարևոր հարցը ստեղ նա է, որ այդ սխալների ուղղելու ընթացքում այն հնարավորությունները, որ մենք մեր երեխաներին կարող ենք տանք, մենք մեր ավագ սերունդին, որ կարող ենք այդ աջակցությունները տանք, մենք չենք տալիս այդ հնարավորությունները, ինչի համար։ Որովհետև մի հատ մարդ է նստած կամ երկու հոգի են նստած այդ պաշտոնի, որ գործել են սխալներ եւ այդ բյուջեն ծախսվել է ոչինչ կերպով եւ հիմա այդ գումար չկա մյուս խնդիրները լուծելու։ Հետեւաբար կարևոր է, որ մասնագիտական փորձ ունեցող մարդիկ այս գործում կան։ Ես շատ կուզենայի, որ բացի ինձ եւս մեկը լիներ իրավաբանի կրթությամբ կամ քաղաքագետի political science-ի կրթությամբ, ցավոք սրտի ես միակն եմ, որ իրավաբանական կրթություն ունեմ բոլոր տեխնացուների մեջ, ավելի շատ կուզենայի նմանատիպ մարդիկ կային այս պաշտոնին, քանի որ մենք խոսում ենք շատ կարևոր գիտական հարցեր, խոսում ենք մունիցիպալ, ասենք ենթակառուցվածքային հարցեր եւ մասնագիտությունը կա, որ իրանք չգիտեն։ Նույնն է, որ ես բժշկի շորակն եմ ասում։ Բայց նախ եւ առաջ պետք է ամեն ինչ անել, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը մնա հայկական։ Այն երեկվա մեր հեռուստաիտողներին եմ ուզում պատմել, Դավիթի այդ միջոցառման ընդհանուր տպավորությունն այն էր, կարծես Հայաստանում լինեինք ու վարչապետի ընտրություններ էր։ Միակ բանը միտքը որ պակասում էր, որ կամ Գլենդելը կմնա հայկական կամ կթրքան վճռական ընտրություններ, բայց իսկապես կարևոր է որ մնա հայերի մեծամասնության ուրեմն ղեկավարության տակ։ Բնականաբար դա շատ մենք կուզենք, քանի որ
քիչ թե շատ հայերը արդեն հասել են այդ կետին եւ որոշակի քայլեր կատարել են։ Ես ավելի խրախուսում եմ, որպեսզի մենք հայերը այստեղ ոչ թե առանձնանք եւ առանձին պատնեշային կերպով ապրենք, այլ ես ինչպես ասացի, մենք կոնգրեսում արդեն ֆեդերալ օրենքներով ենք զբաղվում, այլ նույն ձևաչափով աշխատանքներ տավեն համայնքում մյուս մեր հարևանների հետ համատեղ ծրագրեր կանացնել։ Շատ շնորհակալություն Դավիթ, վերջում մի հարց եմ ուզում տալ, բայց որը կապ չունի Գլենդելի ընտրությունների հետ, կապ ունի Հայաստանի ընտրությունների հետ եւ ընդհանրապես ոչ թե ընտրությունների միայն, այլ գործընթացների։ Տեսեք, ինչպես ասացի, երեկվա այդ միջոցառումը պես ռազմահայրենասիրական, հայկական, պես հայրենիք եւ այլն։ Եվ միաժամանակ համոզված եմ հետևում եք լուրերին Հայաստանում, օրինակ ուզում են անձնագրերից անել Մասիս Սարը, Արարատը, հիշողությունները եւ այլն։ Այդ ինչ որ դիսկոմֆորտ չեք զգում, երբ որ դուք մենք հայերով այստեղ փորձում ենք ազգային առաջ տանել, մեկ էլ Հայաստանի իշխանությունները ջնջում են այն ամենը, ինչ որ մենք այստեղ, ինչով որ մենք ապրում ենք։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ինձ թվում է, որ ամեն յուրաքանչյուր հայ, որ ապրում է աշխարհի որևէ կետում, թեկուզ Հայաստանից թե Հայաստանից դուրս, Մասի Սարը դա եղել է Հայաստանի սիմվոլը նաև։ Եղել է թե կա։ Կա, անկասկած ինքը մենք ամեն օր, եթե Հայաստանում ենք, Երևանում ենք, բնականաբար թե Արարատից, տարբեր մարզերից երևում է Մասի Սարը, անկասկած պետք է ասեմ, որ նաև աստվածաշնչյան կերպով ինքը տեղադրվել է Նոյենը Արարատի գագաթին կանգնել, դա հայկական է, դա հայկական սիմվոլն է եւ անձնագրից հանելը իմ մասնական կարծիքը շատ դեմ եմ դրան։ Դե բնական է ոչ միայն անձնագրի խնդիրն է, այլ ընդհանրապես սիմվոլը վերացնելը։ Շնորհակալ եմ Դավիթ, քեզ հաջողություն եմ մաղթում եւ հուսամ էլի կհանդիպենք եւ անպայման կազմակերպեք այդ հանդիպումը, Անկասկած։ Գիտեք 4-ը հայ, եթե 5-րդն էլ պիտի հայ լինի, կարծում եմ այդ շանսը կա եւ պետք չի բաց թողել։ Շնորհակալություն։ Մերսի Ռավեկ, շնորհակալություն։